Բարի լույս ժողովուրդ ջան, բարի պայծառ արևոտ ու ուրախ առավոտ։ Հիմա կասեք ուրախ առավոտ արցունքոտ աչքերով, հա, արթնացել եմ շատ վաղ, շատ լացել եմ, շատ հուզվել եմ, բայց իհարկե սրանք երջանկության արցունքներ են։ Այսօր երկու առիթ կար, լավ մեկից սկսեմ, մինչև մյուսին անցնեմ։ Այսօր առավոտյան արթնացա ու հիշեցի, YouTube-ը ինձ հիշացրեց, Facebook-ը ինձ հիշացրեց, որ այսօր եղավ 5 տարի, որ մենք ունենք մեր YouTube-յան մեծ ընտանիքը, մեծ սիրուն ջերմ ընտանիքը։ Իհարկե ես գրել էի, որ երբ 5 տարի առաջ ալիքը բացում էի, հույս ունելը որն է այդպես ունենալը, որն է մտածում էի, որ արդեն երբ որ այս օրը գա, ես արդեն կունենամ 100,000 հետևորդ, բայց իհարկե եթե ուզենայի կլիներ, բայց դրա համար ես նախորդ վլոգում ասի, որ ոչ մի հատուկ բան չեմ արել ու երջանիկ եմ հիմա, որ ունեմ իմ մոտավոր 16,000 հետևորդը, լավ, բարի ու ջերմ հետևորդները, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև այդ մենակ իմ տոնը չի, այս բոլորիս ծնունդն է, մեր ընտանիքի ծնունդն է, բայց դրանից էլ ավելի կարևոր տոն է այսօր մեր ընտանիքում, մեր գերդաստանում, որովհետև այսօր հունվարի 24-ին մեր զինվորը տուն վերադարձավ, արդեն ասում եմ վերադարձավ, որովհետև հենց նոր նայեցի տեսանյութը ու որոշեցի չէ էլ չհապաղել ու հենց հիմա մի հատ կիսվել ձեզ հետ, քուրիկիս, մեծ քուրիկիս տղան, Ռոզիս տղան, Գառնիկս հենց նոր տուն վերադարձավ, փառքով, պատվով, առողջ ամփորձանք, նախ ուզում եմ ցանկանալ, որ բոլոր զինվորները, մեր բոլոր, կարևոր չի, որտեղ են ծառայում, ինչ պայմաններում, զինվորը մնում է զինվոր, իրենք մեր հերոսներն են, իրենք մեր պաշտպաններն են, իրենք ունեն բոլորիս աղոթքների, ամենօրյա աղոթքների կարիքը, ունեն Աստծո օրհնության կարիքը ու ամեն անգամ, երբ որ Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, աղոթում ենք, եկեղեցի ենք գնում, մոմ ենք վառում, պետքա չմոռանանք նաև մեր բոլոր խնդրանքների ու աղոթքների հետ նաև անպայման հավելել ամփորձանք, ծառայություն եւ բարի վերադարձ մեր բոլոր տղաներին, որովհետեւ իրանք ամեն մեկը մի հատ օջախի ճրակ են, մի հատ սերունդի շարունակություն են ու բոլորը պետքա փառքով պատվով տուն վերադառնան։ Ու երևի այսքան հուզմունքս մեծ չէր լինի, եկեք խոստովանենք, որ այն չարաբաստիկ պատերազմից հետո բոլորի սիրտը այնքան է բարակել, այնքան է, չգիտեմ, այնքան մեր հուզումնա այդ դաշտը, մեր հուզումնալից այդ այնքան է ասես գրգռված, որ այն ամեն մի բանից հուզվում ենք ու ու այսօր իդեպ, չգիտեմ, մազերի սպիտակներ են, որ ներկելու ժամանակն էլ դրան էլ չեմ նայել ու այս ինչ եմ ուզում ասել, որ այդ ժամանակվանից բոլորիս մոտ, ամենքիս մոտ մի հետք թողեց մազեր ճերմակել, այս մեր նյարդային դաշտը սկսեց խանգարվել ու մի հատ, որ ես այս մի ամիսա, թե քանի օր է սկսվել արդեն զորացրումը բոլոր զինվորների հետ, բոլոր ծնողների հետ, նայում եմ վիդեոները, նայում եմ, կարևոր չի, ես չեմ ճանաչում, բայց մեր երեխեքն են ու իմ երեխու տարիքի, բայց մեր աղբերներն են, մեր երեխեքն են ու բոլորի համար իմ սիրտը ցավում է ու ես ամեն օր ու գիշեր միշտ աղոթում եմ, իմ աղոթքն եմ, երբ որ ես իմ երեխեքի համար, իմ ամուսնու, իմ եղբորի, իմ հարազատների համար աղոթում եմ, միշտ իմ աղոթքներում կա մեր բոլոր զինվորները, որ իրենք փառքով, պատվով, անփորձանք կան հասնեն իրենց ծնողներին, իրենց ընտանիքներին, իրենց երազանքներին։ Ու լավ, հենց առավոտից միացել եք, իհարկե շատ կուզեի այս օրը լինել իմ քրոջ իրենց կողքին, բայց դե այստեղ հարցը մենակ ժամանակն է ու հիմա հասկանում ես, որ ժամանակը այն չարաբաստիկ ամենամիակ բանն է, որ քեզ խանգարում է շատ բաներ իրագործելու, շատ նպատակներ, շատ ցանկություններ իրագործելու, որ ժամանակի մեջ չես տեղավորվում, որ կուզեիր այս պահը վայելել իրենց հետ, իրենց կողքին լինել, բայց ամեն դեպքում այդ արդեն անցածա չենք կարա փոխենք, էլ չեմ էլ կարա հիմա մի քանի վայրկյանում հայտնվել Հայաստանում, բայց կոնկրետ իմ համար հիմա կասեք ուզում էիր գայիր, բայց իմ համար համ կա այն գործոնը, որ ես ունեմ թռիչքային հիվանդություն, որ ես մենակ չեմ կարող գնալ, որտեվ ես շատ վատ եմ տանում թռիչքները, ես հատուկ ուշադրություն ա պետք, հատուկ նստատեղ, հատուկ ամեն ինչ, ես շատ վատ եմ տանում, ինչքան էլ ես պայքարում եմ դրա դեմ, բուժումներ եմ ստանում, ամեն ինչը ստուգում եմ, տենում եք այս սիստեմաները, այս ամեն ինչը դրա համար է, որ ես, բայց դե ու երկուսով էլ չենք կարող, որտեվ ունենք 4 երեխա, պլյուս մի հատ էլ փոքրիկ շունիկ ու չենք կարող ուղղակի
թողնել ու գնալ կամ բաներ մի խոսքով ինչևէ հիմա փառք Աստծո առավոտից միացել էինք ու նայում էինք ոնց են այնտեղ պատրաստվում քուրիկներս փեսաներով պատրաստվում ուրախ զվարթ ու իհարկե ուզում ես որ բոլորի ընտանիքներում միշտ այդ ուրախ առիթները լինի միշտ թևս օգնեց հա միշտ ուրախության համար պատրաստվել միշտ այդ ամեն ինչը բայց ոչինչ մենք էլ հեռվից կնայենք ուրախանանք ու հիմա էլ իմ խնդրանքով իհարկե Նարինս վիդեոներ ուղարկե այն միան այն պահը որ այդ ազդանշաններով այդ սիգնալներով մտնում է փողոց այդ արդեն երջանկություն է այդ բոլորի դեմքերը ուրախ դեմքերը շատ երջանիկ եմ մենակ իմ տխրությունը այդ պահին էր որ այնտեղ իմ մաման այնտեղ կանգնած չէր որովհետև ինքը իրոք շատ էր սպասում Գառնիկի գալուն Երբ որ պետքա գնար Գառնիկը բանակը պատերազմ է մաման շատ ահավոր էր տանում անընդհատ զանգում էր նեղվում էր լացում էր ասում էր մամ քեզ հուզվել չի կարելի ոչինչ մի նայի հասկանում եմ ասում էր այ բալախր ոնց չնայեմ ախ կներեք ձեռքս օգնես մեր երեխեքն են իմ թոռների տարիքին ոնց չնայեմ ու հետո որ արդեն պետքա Գառնիկի գնալու ժամանակն էր շատ էր նեղվում շատ էր լացում ամբողջ օրը զանգում էր ասում էր Ռոզիս հետ չեմ կարող նեղվեմ բայց ես շատ եմ վախենում տենց ասում էր ճիշտ է բոլորն էլ մեր երեխեքն են բայց ախր բան սենց ու մեկ էլ ու հիմա շատերը կփաստեն իհարկե ովքեր միշտ գրուպայով մեր հետ միանում էին քույրիկներս կամ բան կամ աղբորս մոդել ասած կլինի որ ասում էր ես Գառնիկիս գալը չեմ տեսնելու ես կմեռնեմ միջև Գառնիկս գա դա հիմա ինքը այդ ինչի նկատի ուներ ինքը մտածում էր որ մտածմունքից դարդից վշտից կմեռնի թե ինչ բայց շատ եմ լսել այդ խոսքը որ ասում էր բալ ասում էր մամնես շուտ կոնսնի այդ 2 տարին կգա հեսա երեխեն բան ասում էր Չէ, կարես, ասում էր աղջիկս, ես Գառնիկիս գալը չեմ տենա, միջև ինքը գա, ես կմեռնեմ։ Չգիտեմ, չարապաստիկ ճակատագիրը տենց կամեցավ ու Աստծո գործերն էլ անքննելի է, որ մաման իրոք չտեսավ Գառնիկի գալը, բայց ես համոզված եմ, որ ինքը վերևից ինքն էլ իր պաշտպանություն ուներ Աստծո հետ միասին, որ մեր երեխան այսօր փառքով տուն վերադարձավ ու այսօր ուզում եմ ասեմ Աշկդ լույս մամ ջան, զինվորը տուն ա վերադարձել։ Չգիտեմ էլ ես վիդեոն կտեղադրեմ, չէ թե չեմ տեղադրի, բայց ամեն դեպքում բոլորիս աշկը լույս լինի։ Թող բոլորի զինվորները փառքով պատվով տուն վերադառնան։ Ու մեկ անգամ եւս մամ ջան կարող ես հանգիստ խաղաղ նջես խաղաղությամբ զինվորը տուն ա վերադարձել մամ։ Սիրելիներս, ահա եւ այն կադրերը, որոնք ինձ ստիպել էին հասնել այն հուզական աստիճանին, որը դուք տեսաք տեսանյութի սկզբում, ցանկանում եմ, որ բոլորի օջախներում, ովքեր ունեն զինվորներ, լինի այս ուրախությունը, թող բոլորի զինվորները փառքով, պատվով, առողջ տուն վերադառնան, հասնեն իրենց ընտանիքներին։ Այս ուրախությունը թող լինի բոլորի տներում, սիրելիներս, նորից ու նորից աչքներս լույս լինի, բարով ես եկել զինվորս։ Ես ամեն մի հայրերոսի անուն եմ պաշտում, ես էլ մի զինվորն եմ հայոց բանակի,
Սիրելիներս, կրկին ողջույն, այն մի քանի ժամ առաջվա այն տզանախ չնակը պատրաստվել է, հանգստացել է արդեն, խոսացինք, նայեցինք, շփվեցինք, մի խոսքով սենց վիդեոներով, կապով իրենց հետ էինք, իրենք այնտեղ դեռ իրենց քեֆը շարունակում են, դեռ շարունակելու են մինչև ամսի 27-ը, 27-ին արդեն մեծ խնջույք կլինի, այդպես, բայց հիմա ես էսես մի քիչ պատրաստվեցի ու գնում ենք խանութ, գնումներ, որպես գնումներ երեք ենք արել մի քիչ, այսօր էլ մի փոքր բաներ կա գնելու կգնենք, բայց Ալենիս հետ ենք գնում մի քանի բան ունի վերցնելու դպրոցի համար ու հետո գնանք Ռուզանից տուն մաղարիչ խմելու, Գառնիկիս մաղարիչը, գնանք միասին սուրճ խմենք, մի բաժակ պրոսեկո խմենք, այն լավ պրոսեկո ունեմ, որ պահել էի հատուկ էս առիթի համար, վերցնեմ ու գնանք խմենք, այդպես, այսօրն էլ շաբաթ երեկո անցկացնենք, մի խոսքով ամեն ինչ լավ է, իմ հետ լավ է, ամեն դեպքում որոշեցի տեսանյութը տեղադրեմ, այդպիսի էմոցիաներ, այդպիսի ունեցել եմ մեկ էլ վատ առիթով հիշում եք, բայց դե դուք գիտեք, ես բնական եմ կամ այն ինչ որ կամ, չեմ սիրում դիտիզություններ, ինչ որ բաներ, նորմալ մարդ եմ մսից ու արյունից, նաև լացում եմ, նաև հուզվում եմ, ուրախ մարդ եմ, բնույթով ուրախ մարդ եմ, համբերատար եմ, հանդուրժող եմ, բայց նաև էմոցիոնալ եմ, շուտ բռնկվող չեմ, իմ մասին տեսեք ինչքան բան ասեցի, էմոցիոնալ եմ ու շատ լաց կան, այդպես, մի խոսքով, վերցրել եմ այս շատ համով այս լինդի շոկոլադը ու շատ համեղ պրոսեկո, գնում ենք Ռուզիս հետ մաղարիչ խմելու, գնացինք Սիրելիներս, բարի լույս, սուրճս խմել եմ, իջել եմ ներքև ժամը 10 ու քանի որ այն օրվա լամաջոն շատ էին հավանել տնեցիք, այսօր նորից լամաջո ենք պատրաստում, գնացինք։ Ուրեմն, բաղադրիչները, խմորի համար ինձ հարկավոր է ալյուր, աղ, ծիթապտղի ձեթ և սառը ջուր, ոչ մի դրոշ, ոչ մի բան չեմ ավելացնում, լավ պինդ խմոր ենք ունցում ու վերջ, սառը ջրով, խճողակի համար, ունեմ այստեղ տավարի 7% յուղայնությամբ ուղակի միս, գառան միս չունեմ, ու այստեղ ունեմ տավար խոզ խառը միս աղացած, այստեղ աղ, երկու տեսակի կարմիր պղպեղներ, կծու, քաղցր, սև պղպեղ, այստեղ էլի պղպեղների տեսակներ լոլիկա, այսպես կտրատած սարցախցիկի, սխտոր, մաղադանոս, կիտրոն, այստեղ էլ այն ծիտրոնեսը, հետևորդից խորհուրդ տվե խանութից էի գնե, ավստրիական, այսպես ծիտրոնը, շատ համով է, ընթացքում, դե կիտրոնը խճողակի համար պետք չի հետո ուղղակի դրեցի, սոխ կբերեմ նաև, այսպես հիմա առաջինը պատրաստենք խմորը, որպեսզի խմորը հասունանա, հանգստանա, այսինքն հասունանալու կարիք չունի, ու այդ ընթացքում արդեն կպատրաստենք խճողակը, այս ամեն ինչը լցնելու եմ բլենդեմ, հետո ավելացնենք մսին, լավ խառնենք ու ստանանք փափուկ, շատ փափուկ քսվող խմորանման խճողակ, գնացինք։ Ու մինչ խմորին անցնել է, այստեղ երեխաների համար նրբաբլիթներ եմ տապակում։ Ուրեմն, այսպես, այս կողմում բանջարեղենն է, սոխ սխտոր, բիբարներ, տարբեր գույների, բուլղարական և պոմիդոր, իսկ այստեղ կանաչին է բլենդ արած։ Հիմա այս երկու գույները խառնում ենք իրար։ Անցած անգամ, որ այսպես շատ արագ էի արել ու հարցրել էիք, հիմա նորից մի քիչ մանրամասնորեն ցույց տամ, լավ։ Հետո ավելացնում եմ այս համեմունքները, արդեն նշեցի։ Ու այստեղ արդեն կավելացնեմ այս աչկաչափով էր, իհարկե սև պղպեղն ու կարմիր պղպեղները նորմալ է, բայց աղը վերջում կփորձեմ նորից, միշտ ավելի մի քիչ վերցնել, հետո ավելացնել։ Հիմա այստեղ ավելացնում եմ արդեն աղացած մսերը։ Մի հատ ձեռքերով լավ այսպես կհունցեմ
ու ստանանք լավ փափուկ սիրուն խմոր, խմոր չէ, խճողակ։ Խմորը այստեղ է, խմորս պատրաստ է, այս վրայինը ձիթապտղից է թալեցրել եմ լավ առատ, հեսա որ մի հատ էլ հետ հունցեմ, այդ ամեն ինչը մտնի մեջը ու թողեմ հանգստանա, այս արդեն կարող եմ հետ հունցել, մի քիչ հանգստացել է, 10 րոպե հետո կթողնեմ ու կսկսեմ գնդել։ Վերջի մայս էլ պատրաստ եմ, սեղանս արդեն հավաքեմ ու պատրաստ եմ թողնեմ մենակ բանի համար, տալյուր-մալյուրները, վсё։ Դե ինչ, այս համեղ խճողակն էլ է պատրաստ, սենց, մինչև պատրաստել տեսնեմ, եթե ինքը մի քիչ պնդանա, նորից մի քիչ էլ բան կխառնեմ, տոմատի մածուկ կամ ինչ-որ հեղուկ, սենց, իսկ հիմիկվա համար, այս պահի համար նորից առած զեյթունից է թենք լցնում, որ համեղ լինի ու փակում ենք, թողնում ենք այս երկուս այստեղ իրանց համար հանգստանան, մենք հավաքում պատրաստվում ենք թխելուն։ Վերջ, հիմա ծածկում եմ ու թողնում եմ հանգստանա, մի քանի րոպե, այդ ընթացքում ջեռոցը միացնեմ ու արդեն սկսենք։ Ուրեմն, ու քանի որ խմոր ունենք, որոշեցի պատրաստել նաև այն ամենասիրելի մեր իմ տատիկի պատրաստած ամենահամով փսալին, ասել եմ, որ տատիկս Շամշադինի մարզից էր, այդ մասին վլոգ ունեմ, ինչքան համով բաներ ես իրենից եմ սովորել, մորական տատիկիս մասին է խոսքը, իհարկե հորական տատիկից եմ շատ բաներ սովորել, համեղ տոլման, սոուսներ են, ամեն ինչը, բայց հիմա խոսում ենք փսալիի մասին, մեզ հարկավոր է սովորական, ամենասովորական խմոր, կարող է լինել դրոժով, կարող է լինել հենց այս խմորը, հարկավոր է պարտադիր պայման է խոզի յուղը, պետք է անպայման լինի խոզի յուղ, դա պարտադիր պայման է, որ ստանանք փափուկ համեղ շաքարավազ եւ վանիլին։ Յուղի մեջ լցնում եմ շաքարավազի մեջ լցնում եմ վանիլինը եւ յուղը, սարքում եմ ցես քսվող խոզ, ընթացքը ցույց կտամ։ Հիմա անցնենք լամաջոներին, հետո արդեն մի 2-3 խմոր կպահենք, որտեղ խմորները շատ են, կպահենք ու այս անգամ լավաշի փոխարեն կունենանք համեղ դեսերտ, շատ համեղ, մանկությունս հիշեցնող։ Ուրեմն գունդը բացում եմ ու այսպես եկիշքան լավ է քսվում, այս մեջից որ երևում է այդ պապրիկան է, ու սիրուն ինքը շատ հեշտ, ուղղակի մի ձեռով է մի քիչ անհարմար, որ պահել եմ հիմա, շատ հեշտ ու շատ արագ տարածվող սիրուն խճողակ է ստացվում, կարող եք շատ լցնել միսը, իհարկե ես մերոնք սիրում են շատ բարակ խմորով, ու որ միսն էլ մի քիչ տանելի լինի, էլի շատ հաստ չլինի, ու որ միսը շատ հաստ ենք անում, դե ինքը կամ պետք է թողենք այնքան մինչև միսը լավ չորանա, կամ էլ թաց է մնում ու խրտ-խրտ չի լինում, այն երեխեքի ասած էլի, իրանք սիրում են, որ խրտ-խրտան է լինում։ Սես մի հատ լավ տարածում ենք, խճողակը շատ է, հանգիստ կարող ենք քսել, ինչքան ուզում ենք։ Ու լավ տաքացված ջեռոցում, լավ տաքացված տապակի մեջ մի անգամից տեղափոխում ենք ու 2 րոպե էլ չի տևում, պատրաստ է արդեն։ Ինչքան սիրուն է քսվում, ինչքան հարթ ուզես, որ ժամանակ ունենաս, կարող ես ես լավ հարթացնել։ Մի հատ նայեք ինչքան լավն է իմ խոզի յուղը։ Ու եթե հիմա ինչ-որ մեկը մտածի, չգիտեմ, այն մարդիկ ովքեր չեն օգտագործել երբևէ, բա հոտ է գալի, բա խոզի յուղից ոչ մի հոտ չի գալիս, եթե չենք թողնում փչան, եթե թարմ ճարպով ենք հալում, ճիշտ ենք հալում, ու եթե ուզում եք, նաև կարող եք, եթե իհարկե մենակ թխվածքների համար եք օգտագործելու, կարող եք մի պուճուր խնձոր գցել ձեր յուղի մեջ, հալվելու ընթացքում հետո հանել, կամ մի հատ դարչնի ձողիկ, ու դարչի, եթե սիրում եք դարչնի համը, ինքը թխվածքների համար լրիվ իդեալական, դարչնային համով, իհարկե այդ ձմեռային թխվածքների համար է շատ լավ ստացվում, դարչնի համ ուղղակի ոобще առհասարակ համ չի գալիս, հիմա ես չգիտեմ, թե որ ես միշտ կերել եմ այս թխվածքը, բայց դե վանիլինն էլ թույլ չի տա, որ ինչ-որ բանի հոտ գա, համ գա, էլի,
Պես ու ես հատուկ հալել էի, հիշում եք երևի, հատուկ Վսալիի համար։ Տեսեք ինչքան սիրուն բան ստացանք, այս պետք է հալվի, մինչև ես թխեմ հիմա ալյուրը չեմ ավելացնում, մի քիչ հալվի ինքը, հետո ավելացնելու եմ ալյուրը, որ արդեն ալյուրը խառնած վիճակում ստանանք այսպիսի պինդ խորիս, ոչ թե իսկ ես մենակ յուղա, շաքարավազ ու վանիլին, հեսա ինքն իրան տաք է այստեղ, կհալվի ու այդ ժամանակ նոր կավելացնեմ և մի ճաշի գթալեր ալյուր կավելացնեմ, որ ստացվի այսպիսի խորիս արդեն, ալյուրը չմոռանաք հանկարծ։ Բարի լույս, ոյ։ Բարի լույս։ Իս ինչքան շատ ես քնել։ Լավ քնել ես, հանգստացել ես, բա հիմա ինչ ես ուտելու։ Լամաջո։ Սիրում ես։ Ջոն։ Դե գնամ աճվածվի, շորհակի ու արի։ Լավ, ինչև բերեմ։ Ուրեմն այս մեկն արդեն արել եմ, ասացի մի հատ այս մեկը ցույց տամ, տեսեք։ Ալյուրն արդեն ավելացրել եմ, այսպիսի խորիս պետք է ստանանք, որ կարողանանք քսել։ Իհարկե այս նոր տաք հաստեղ, շատ դրա համար է բան լինում, բայց այսենց քսում ենք, պետք է չի շատ քսել, որ դուրս չգա կողքերից, ամեն դեպքում տապակելու ենք չոր, առանց յուղ, տաքացված թավայի մեջ, ու որ յուղն էլ մի քիչ դուրս տա, ոչինչ ինքը, շատ համեղ բան է ստացվելու, այսենց, ու հիմա այս փաթաթելու գործընթացը իսենց կլորացնում ենք, մեկը հիմա ինձ ասեր 100 տեսակի բաներ ունես նկարելու հարմարանքներ, բայց մի ձեռքով ես անում, ու այսենց պտտում ենք, պտտում, լավ պտտում ենք, ու այսենց արդեն ինքը պտտելով այսենց գունդ ենք սարքում, որ ինքը շատ լավ արդեն այսենց, որ հետո սեղմենք, ես լավ շերտերով ստանանք, այսենց, վերջ այդքան խորիզս 3 հատից հերիքեց, 3 հատը հերիքա կստանանք, այսենց մի հատ թավայի չափով հերիքա մեր համար, անգելս է շատ սիրում, ու դե ինձ սուրճիկը հերիքի դեռ այսքան էլ ունեմ գոնդ, շարունակում եմ լամաջոներից թխելը, դեռ չեմ նկարել մինչև ես, որտև թխում էի, հաուտում էին, հիմա բոլորը կշտացել են արդեն, անգելս ամենում իջնի, թխեմ նկարեմ արդեն, արդեն խրթխրթներս պատրաստ են, 2 հատ արդեն թխել եմ, ուրեմն իսկ ինչպես եմ ուտում ես ուտում եմ կծու կեչուպով, սոխ և ռուկոլա, այս էլ իմ այսպես խրթ լամաջոն, այս մի հատ ուտեմ ու վեր կենամ շարունակեմ, տապակը դրել եմ տաքանա, հիմա կրտնակում եմ ու միանգամից սկսեմ թխել պսալիներս, տեսեք կրտնակել եմ, ահա այսենց այս գծերը որում եմ, ինքը չոր է, ոչ մի բան չկա, այսպես բարակ ու այս կողմում էլ ինքը յուղն է, ու հիմա կտեղափոխենք արդեն տաքացված տապակի մեջ, վերջու կթողնենք, երկու կողմից կտապակենք, ու ահա տեսեք այսպես ինքը շատ նուրբ հաստացվում, շատ փխրուն, շրջելիս պետք է շատ զգույշ լինեք, տեսեք ինքը շերտերը են, որ փխլվում է, սենց, շերտ, չեմ ես մյուս կողմում մի քիչ էստեղ էլ կարմրի ու վերջ մյուս արդեն կբերեմ ու իրար վրա շարում ենք, որ հիմա բացեմ, կտեսնեք ինչ շերտերով սիրուն ու բույրը, սենց չգիտեմ վերջ, սիրելիներս, բրծա, 4 ժամա խոհանոցում եմ լամաջոները վերջացրեցի, կերել ենք, կշտացել ենք, սրանք էլ վաղը երեխեքին կարող եմ նաև ընդմիջման համար դնել, կամ էլ, չգիտեմ, վերջինը նաև պաներով արեցի, այստեղ էլի լավաշներս են, այսպես, դրել եմ տոկակի մեջ, որ դնում ենք միանգամից թխելուց հետո լավ փափուկ ամնում, մի քանի հատ էլ լավաշ ա եղել, այստեղ էլ 3 հատ պսալիներն են, այսենց ինքը տեսեք, որ բացում ենք, լավ մեկը ես եմ ես մեկ ուտելու, այսեն շերտերով ոռնձնոնում է, շոտ, համեղ, քաղցր, այս էլ հիմա մի հատ փակեմ չչորանա, այստեղ մի քիչ հավաքեմ ու գնանք սուրճ խմելու։
Այ սիրելիներս, բարի երեկո, բարի կիրակի երեկո, այն որ արդեն ամեն ինչ արել ես, վերջացրել ես, ճիշտ է, կիրակին այնքան շուտ անցնում, շաբաթ կիրակին ասեք, տեսնեմ ձեր մոտ էլ այդքան շուտ անցնում ու ոչ մի բաներ կա, որ շատ բան կա, որ ուզում ես անես, բայց զգում ես, որ չի արդեն էլ չես կարող, արդեն ուշ է, այսօր այստեղ վարակույրներն էլ էի լվացրել, չնայած որ այդքան ինքը ժամանակ չի խլում, այնտեղ լվանում ես, այնտեղ արդեն կախում ես Բայց դե ինչ որ ունեի պլանավորված մաքրության հետ կապված վերջացրեցի, արեցի, հետո էլ դեկրենք սեկան նստեցինք, սուրճ խմեցինք, մի քիչ զրուցեցինք, գնացին, այստեղ էլ նորից հավաքեցի ու հիմա արդեն հանգստանալու ժամանակն է, որովհետև վաղը նորից երկուշաբթի, նորից ցենց մի քիչ ծանր շաբաթ, որովհետև այս շաբաթ ու մյուս շաբաթ ունենք երկու վիրահատություն, այդ նշանակում է իմ համար կրկնակի եռակի քառակի աշխատանք, այդքան բանը պատրաստելը, ամեն ինչ անելը, երկու վիրահատություն, նկատի ունեմ 2 օր, ամեն օրը 11 վիրահատությունով ու այդ օրերի իմ համար ամենադժվարը շատ շուտ գնալն է, որովհետև ժամը 4:30 պետք է արդեն լինեմ մեր կլինիկայում, որպեսզի հետո այնտեղից արդեն ճանապարհ ընկնենք դեպի Գրաց Դև գիտեք, որ մենք կատարախտի վիրահատությունները այս պահի դրությամբ կատարում ենք Գրացում 2 տարբեր կլինիկաներում, պայմանագիր ունենք 2 տարբեր կլինիկաների հետ, այդպես մի խոսքով այնպես որ 8-ին արդեն այնտեղ ենք լինում ու սկսում ենք, մինչև վերջացնում ենք, մինչև հետ եմ գալիս, եթե ժամանակ եմ ունենում ու հոգնած չեմ լինում, իհարկե այդ փաստաթղթերի հետ դասավորումը ավելի նորից ինչպես պատրաստել է, այնպես էլ հետ դասավորելն էլ շատ մեծ պատասխանատվություն ու մեծ ժամանակատար է, որ ամեն ինչ պետք է ստուգվի, ամբողջ այդ էտիկետները կպցվի, բանարվի, սկանավորվի, ուղարկվի, դասավորվի, մի խոսքով դժվար չի, շատ հաճելի գործ է, բայց ժամանակատար է ու պատասխանատու, իսկ եթե չի, ապա արդեն նայում եմ, որ երբ եմ ժամանակ գտնում, այդ ամեն ինչը գոնե պետք է հաջորդ օրը վերջացնեմ, որ ուրբաթ օրը նորից ունենք վիրահատություն, այդպես սիրելիներս, ուրբաթ օրն էլ այն է, որ ուրբաթ օրվա վիրահատություններն էլ Եթե արվում է, արդեն ավտոմատ կերպով շաբաթ օրն էլ ես պետք է աշխատեմ, որտեղ շաբաթ օրը պետք է ստուգում անցնեն առաջին ստուգումը կատարախտի վիրահատությունից հետո անպայման պետք է անցնեն հաջորդ օրը, ավտոմատ կերպով շաբաթ օրն էլ պետք է գնամ, որ գալիս են պացիենտները ստուգումը անցկացնենք ու հետո արդեն մի հատ էլ գալիս են 3 շաբթի, 4 շաբթի, այդպես 5-րդ, 6-րդ օրը։ Մի խոսքով սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք։ Մինչև տեսնենք, երբ կմիանանք, երբ կհանդիպենք, լավ, առավոտ նորից գնալուց առաջ մի հատ կողջունեմ ձեզ, նոր կգնանք, բարի գիշեր, բարի լույս սիրելիներս, բարի երկուշաբթի առավոտ, սուրճի ժամը, սուրճս խմեմ, իջնեմ երեխեքին ճանապարհեմ, Զոյ բրծար, արի, բարի լույս, Ինչ ես օրևս, ինչ կա, պատրաստ ես, ամեն ինչ լավ է, թարմ ես արդեն, ուսում ես գնաս դպրոց, ժամը 6-ն է հələ բայց, բարի լույս սիրելիներս, մեկ անգամ էլ իմ հետ այսպես բարի լույս, այսօրվա բարի լույս այս ցրտին, մի հատ էլ այստեղ նայեք էլի, ցուրտ, անձրև է գալիս, ձյուն է տալիս, բայց ձյուն չի գալիս, դրա փոխարեն անձրև է գալիս ու ամբողջ բակը սառած այն խոսքը չի, ես կարելի է ուղղակի հագնել կանգիները ու դուրս գալ խաղալու, այդ այնց, հիմա այդ գնանք, Վիտոն այսօր ուշ է գնալու, գնա աղը վերջացել էր դուրսը, որ ցանում ենք աղբերի, ցանի որ գոնե մի քիչ հալվի, այս մի մուտքով առհասարակ հնարավոր չի դուրս ու ներս անել, այն վերևի մուտքով այնտեղ լավ է, այնտեղ չսառած չի։ Այդպես սիրելիներս, մի խոսքով բոլորիս լավ օր եմ մաղթում, գնանք այսօր վաղը կկորեմ մի փոքր, որտեվ ծանր օր է, մյուս օրն էլ երևի, բայց քանի որ վաղը չէ, մյուս
վաղը, այսօր 26-ն է, 26-ը վաղն է արդեն, քանի որ այս վիդեոն, այսպես ասած, այս վլոգը Գառնիկի այդ տեսանյութերով ենք սկսել, բանակի վերադարձի, այսպես ամեն ինչ, տեսնեմ վաղն էլ, եթե ինձ իհարկե տեսանյութ տրամադրեն, այդ տեսանյութն էլ կտեղադրեմ, արդեն ռեստորանից մի փոքր կադրեր ու կներկայացնեմ ձեզ ու ինչի համար գիտեմ որ շատ-շատերն են գալիս, այնպես չի որ ինչ-որ ուղղակի մենք ունենք շատ ու շատ բարեկամներ, հարազատներ, ծանոթներ, ում որ հետաքրքիր է, որոնց որ հետաքրքիր է այդ ամեն ինչը հաճելի է, այնպես որ եթե ձեզ էլ է հաճելի բոլորիդ հաճելի դիտում, դե ինչ ես էլ գնացի ցուրտա սառեցի, բոլորիս լավ օր գնացինք։ Բարի լույս սիրելիներս, առավոտ շուտ, երեքշաբթի առավոտ շուտ, այսեն սիրուն նեղ ճանապարհներով, որ ասում են քյասար ճանապարհներով, բարձրանում եմ աշխատանքի, որ առավոտյան մաքուրոթին քայլերիս քանակը լրացնեմ, դրա համար իջնում եմ ճամփիկեսին, ոտքով եմ գնում։ Ավտոբուսը այսինքն գալիս է, ընկումով գնում է, բայց ես այնտեղ իջնում եմ, համ օրվա համար ինչ-որ բան որ պետք է լինում, գնում եմ խանութից գործի տեղի համար։ Այսօր կաթ ու նշի կաթ ու կարակ եմ գնել, այնտեղ բուլկիով նախաճաշի համար, իմ չէ, էլի բոլորիս համար։ Ու սենց քայլելով էլ նորից չեմ նստում ավտոբուս քայլելով, գնում եմ մինչև աշխատավայր։ Այսել ես մի քիչ առավոտ շուտի դեմքով, ոնց է լինում էլի, ասես մի քիչ հճկլված դեմքով, այսօր տաք է, այսինքն զրոյ է, հալվել է, ամեն օր ջուր ցեղ, պատկերացնում այսօր որ գոն պացիենտները ինչ ցեղ խալինելու, սնեղ, ու այդ ես տանել չեմ կարողանում, երբ որ հենց մուտքի մոտ մտնում են ու արդեն ռեցեպշնի մոտ արդեն ցեղ խալինում։ Արագ ընթացքում մի քանի անգամ մաքրում ենք բոլորս ամենքս մեր հերթին, որ այդպես չլինի, թե չտենց տանում են ամբողջ կաբինետներով գնում այդ ցախը։ Բայց միացինք։ Ոյշամի քաղաքի փողոցներում ամեն օր ստատիկներ են շունիկներին տանում անտալու։ Բարի լույս սիրելիներս, ժամը 4-ն է։ Իջա երեխեքի բերերիվները դրեցի, որ դուրս գամ, վիդոն արդեն մեքենան շարժիչը խոտիակց է, քիչ տաքանա գնամ, այսօր վիրահատության ենք, չգիտեմ երբ եմ գալու, բոլորիս լավ օր եմ մաղթում, սես կիսակում գնացինք։ Vormittag wird es immer wieder nass, Schneefall und Regenschauer in den Bergen, so entlang der Karnischen. Հետ ենք վերադառնում ու կարճ ընդմիջում ենք անում, էլի մի հատ ինչ սիրուն է, պատկերացնում եմ այստեղ ամռանը ինչքան սիրուն է լինելու, գարնանի որ կանաչեն այն նստարանները, ինչ հավես է անտառի մեջ։ Սիրելիներս արդեն տուն եմ վերադառնում, Վիտոն եկել է հետևիցս ու այսօր փոստով մեզ նվեր քարտեր եկել, քանի որ այս խանութից գնել էինք մեր խոհանոցի կահույքը ու դրա համար երբ որ մեծ գնում ես անում նվեր քարտ են տալիս, եկել ենք դրան համապատասխան տան համար ինչ-որ բան գնելու։ Մենք վերադարձանք գնումներ, այսօրվա առևտուրը Զոյկան է դատարկել, դրա համար այս խառը վիճակն է, այս հենց ամեն ուր ու ինչ է ուզում ցույց տալ, քանի որ Էլենս հետներս էր ու առաջարկեց այսպիսի բան գնել, որտեղ մենք ունենք երկու տեսակի բլենդեր, որը երկուսն էլ այսպես հակառակ է դրվում ու պտտվում է ու սմուզիներ սարքելու, ասենք ինչ որ բաներ անելու համար այդ հարմար չի ենք անել։ Այս sense բաժակով
ունեինք, այսինքն, բայց մեծ հարիչի հետինն է, միքսերի հետինն է, այդ անդադ բան չի, որ բերես դնես, մի խոսքով։ Էս ենք գնել ու մեկել մի հատ գորգ վերևի համար ցույց կտամ։ Էս, որ անհրաժեշտ էր, այս երեխեքի, այս մածունը խի աստեղ, այս երեխեքի սիրելի երշիկը, երշիկ, սենց, մի խոսքով ու այսենց խառը, չի այսեր մեր, կարակ, տոմատ, պանիր, սենց խառը գնումներ է այսօր մակարոններ են, բայց քանի որ Զոյկան է արել, էլ բան չանեմ, գնամ ավելավը հատ սարքենք, որտև սոված ենք։ Ահա բացեցի կար հենց նույն ֆիրման, ինքը նույն ամեն ինչը, նույն հզորությունը, ուղղակի պլաստիկը նախընտրեցինք ավելի ապակի, որտեղ ապակու մեջ ավելի սառն է մնում, ավելի, չգիտեմ, սա համվա լինում ավելի պլաստիկ, այս ապակու մեջ ամեն ինչը, սենց շատ սովորական, սենց ինքը այս ռեժիմներով, ու հա, այս էլ վերցրեցինք, որ մի հատ սենց, տեսնում ենք սերուցքը հետը, հարում ենք, դառնում է համեղ պաղպաղակ, հենց է սառույցներով, կամ կարելի է մի հատ էլ սառույց գցել հետը, կամ եթե ուզում եք քաղցրացնել, մի քիչ նույնիսկ եղտացրած կա, դառնում է շոտ համեղ պաղպաղակ։ Դեսերտ, հենց էլ վրեն էլ հենց ինքն է նկարած, նայ, ոնց որ հատուկ նույնը լի, բայց դա չէ, էլի կապ չունի իրեն։ Գարնիկի ծնողների կողմից գեղեցիկ անակնկալ կա, նախ անակնկալը սովորաբար տուշով ենք հայտարարում, եկեք տուշով հայտարարենք, միակ տուշ այս անակնկալի համար, այս տուշիների կողմեր եք անակնկալը, Բարձր երցեք ինչ է։ Ուրանը շարժան, ողնասկացայի ողնասնագերուց գրոմասա, սապերը մորցա։ Դե ինչ սիրելիներս, քանի որ խոստացել էի, դրա համար տեղադրում եմ մի քանի փոքրիկ կադրեր, մի քանի ժամ տևած, շատ ուրախ, զվարթ, շատ երջանիկ խնջույքից, դե ինչ այսօրվա համար է սկանը, լավ մնացեք, լավ եղեք, թող ուրախ առիթները բոլորիս տներից, բոլորիս օջախներից անպակաս լինի, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք։